Ողջույն բարեկամներ, մենք որոշեցինք այսօր ուղիղ եթեր դուրս գալ 5 րոպե ուշացումով, սա շատ լավ ստացվեց, միամիտ ստացվեց, բայց լավ ստացվեց, սա մեզ բոլորիս ձեզ ցույց է տալիս, որ երբ որ մենք չունենք ինչ-որ մեծ ֆինանսներ, ստուդիա, լրատվական ինչ-որ սարքավորումներ, մի խոսքով, երբ որ հետևներդ մեծ փող չկա կանգնած, կարող են լինել եւ ուշացումներ եւ ինչ-որ տեխնիկական խնդիրներ, բայց այսօրվա թեման պրոպագանդայի մասին է, ես հատուկ եմ ուզում սրա մասին խոսենք Արթուրի հետ, Արթուր, ձեռիս տակ Բեռնեսի պրոպագանդան է, մենք դրա մասին խոսացել ենք իրար հետ 2 օր առաջ, եւ այնտեղ պրոպագանդա բառի բացատրությունը 4 ձևով է նշվում, հին հռոմեական ժամանակներից վերցված եւ պրոպագանդան, եթե չերկար չպատմեմ, կարող է լինել ինչպես լավ, այնպես վատ։ Մեր մոտ, մեր հասարակությունում, մեր ժամանակներում պրոպագանդան դարձել է ինչ-որ բացասական բանի նշան, որովհետև դրանց հետևում կանգնած են մեծ փողեր, դրանց հետևում նպատակ է հետապնդվում ինչ-որ անհատների շահերը առաջ տանել, ու ես ուզում եմ մենք այսօր խոսենք նրա մասին, որ Հայաստանում տեղի ունեցող պրոպագանդան վատ իմաստով ունի կոնկրետ անուն, ազգանուններ։ Մենք, ես դիտում եմ այսօր, չգիտեմ, երևի իր բախտը չբերեց ինքը ընկավ, այսպես ասած, անիվիտակ, ինչպես ասում են հայերը, ես այսօր դիտում էի Էդգար Ղազարյանի հարցազրույցը, ու երբ որ լրագրողը հարցնում է, թե դուք տեղյակ չեք, որ Միշիկը $50,000 ամսական փող է տվել Նիկոլ Փաշինյանին, Միքայել Մինասյանը, Սերժ Պեսյան, Էդգար Ղազարյանը ասում է, ես փաստեր չունեմ, ես չեմ կարող դրա մասին խոսել։ Այսինքն, երբ որ փող տվողը ասում է, ես փող եմ տվել, դատական process չի գնում, չի հերքվում, դա փաստեր չի։ Կամ 168 EM-ով, երբ որ մարդիկ հարցազրույցի են գնում, հիմնական կոնտինգենտը 168 EM-ի, Սաթիկ Սեյրանյանի մոտ, փորձում է սրբագրել, արդարացնել Սերժ Սարգսյանին։ Ես ուզում եմ քո վերլուծությունը կամ քո բացատրությունը, թե ռուսերեն մի հատ մեջբերում անեմ կներեք, почему мы так низко пали։ Ես գիտես, պիտի ընդունեմ, որ շատ միամիտ եմ եղել։ Ես հիշում եմ, երբ երևի 2020 կամ 19, չեմ էլ հիշում, այդ կողմերն էր, երբ որ Միքայել Մինասյանի հետ շատ կարճ զրույց ունեցա Messenger-ում, եւ ինքը ինձ ասաց, որ պատասխանելու է իմ հարցին, որտեղ ես այդ ֆինանսավորման հարցն էի բարձրացրել, եւ ինքը իր խոսքի տերը եղավ, պատասխանեց այդ հարցին, բայց եթե ես գիտենայի, որ եւ ես մտածում էի, որ եթե մարդիկ սկսեն ճշմարտությունից խոսել, Հայաստանի Հանրապետությունում բան է փոխվելու, եւ ես կարծում եի, որ այդ քայլը իր այդ ճանապարհի սկիզբն է, որ սկսելու են տարբեր մարդիկ խոսել ճշմարտության մասին եւ ժողովուրդը իմանալու է, որ իրականում տեղի չի ունեցել այն, ինչ իրենց հրամցնում են եւ առաջիկա ողբերգությունները մեզ հետ տեղի չեն ունենա։ Բայց շատ միամիտ էի եւ ես եթե կարծեի, որ այդ իմ հրապարակային հարցը, որին հետո ինքը հրապարակային պատասխանեց, եթե պիտի արժանանար, եթե պիտի դառնար քաղաքական այս աստիճան մանիպուլյացիաների օբյեկտ, այսինքն ես այդ հարցը չէի բարձրացրել, որ օրինակ Բորիս Մուրազին Էդգար Ղազարյանին ասի, բանը ենթադրենք Միքայել Մինասյանը տվել է, գումար է տվել։ Ես այդ հարցը բարձրացրել էի պատասխան ստանալու ակնկալիքով, որպեսզի Բորիս Մուրազին ոչ միայն Էդգար Ղազարյանին հարցնի, այլ Բորիս Մուրազին նաև Լևոն Քոչարյանից հարցնի,
թե այսպեսի բան է տեղի ունեցել, դու էլ պատգամավոր ես։ Ես այդ հարցը բարձրացրել էի, պատասխանը ստացա, որպեսզի Բորիս Մուրազին Աղվան Վարդանյանի դեմը դնի այդ փաստը, որպեսզի այդ փաստը Բորիս Մուրազին Ռոբերտ Քոչարյանի դեմը դնի։ Պարզաբանի պիտի, չէ՞ այդ մարդիկ։ Այլ ոչ թե, երբ որ պետք է կխոսենք այդ թեմայի մասին, երբ որ պետք է չենք խոսի։ Ասա է պրոպագանդան։ Երբ որ 3 տարի շարունակ Թևանյան Անդրանիկը ունենալով պատգամավորական լիազորություններ եւ հստակ սահմանադրական պարտավորություններ, չի խոսում կեղծ հեղափոխության մասին, եւ խոսում է դրա մասին միայն այն ժամանակ, երբ որ Նարեկ Մալյանը հելնում է իր թիկունքին։ Ասա պրոպագանդա է։ Եվ այս շարքը կարելի է շատ երկար թվել, այն ինչ որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում, ունի շատ կոնկրետ անուն ազգանուն այդ իրականացնողները։ Մեկը ազգային անվտանգության ծառայության գործակալներն են, մյուսը լրագրողները, գիծ խմբագիրները։ Եթե այդ երկու ինստիտուտ մեկը կառավարությանը ենթակա մարմին է, կառավարության ենթակա, այսինքն վարչապետին ենթակա ուղիղ մարմին է, պետական կառավարման ապարատի մեջ մտնող մարմին է, մյուսը կոչվում է այսպես կոչված չորրորդ իշխանություն։ Եվ եթե այդ երկու ինստիտուտները չլինեին, այս ամենը Հայաստանի Հանրապետությունում տեղի չէր ունեն։ Չէր լինի այս ամենը։ Այս վիճակի մեջ ենք մենք, որովհետև այդ երկու ինստիտուտները, ես չեմ ասում ծայրից ծայր, բայց հիմնականում այն մարդիկ, ովքեր ներգրաված են եղել այդ երկու չորրորդ իշխանության եւ ազգային անվտանգության ծառայության համակարգերում են եղել, իրենք կամա բերել ժողովրդին հասցրել են այս վիճակին։ Էդգար Ղազարյանը, ինչ ասեմ այդ մարդուն, Էդգար Ղազարյանը, երբ որ իմպիչմենտի նախագիծ են ներկայացնում, շատ լավ են անում, շատ ճիշտ է ասում, բայց 4 տարի այս մարդը երկիրը հասցրել այս վիճակում է հասցրել, ազգային ժողովը, որը վերահսկող մարմին է, չի առաջացնում անվստահություն հայտնելու գործընթաց։ Սա հանցագործություն է։ Սա ազգային ժողովի կողմից հանցագործություն է։ Բայց Էդգար Ղազարյանը նաև մեկ այլ հանցագործության մասին պիտի խոսի, չի խոսում։ Ազգային ժողովում պիտի բարձրացվեն, դա բոլոր քաղաքագիտական գրքերում է գրված, որովհետև ազգային ժողովը ներկայացուցչական մարմին է, եւ այնտեղ պիտի բարձրացվեն ազգի արժեվ ծառացած կարևորագույն քաղաքական խնդիրները։ Այդ հարցը Համբարձումյան Արթուրը Ձորի Մայլիչ պիտի բարձրացնի։ Այդ հարցը պիտի բարձրացնի Քոչարյան Լևոնը կամ Աղվան Վարդանյանը, ով դրա համար փող է ստանում, կամ Մամիջանյան Հայկը, կամ Տարոնը Մարգարյան։ Եվ այդ կարևորագույն հարցերը չեն բարձրացվում։ Եվ երբ որ օրինակ լրագրողը հարցնում է Ագառնիկ Դանելյանին, ասում է, բա ազգային անվտանգության ծառայության գործակալը հեղափոխություն է անում, պարոն, այս հարցը որտեղ պիտի պարզաբանում ստանա, եթե ոչ ազգային ժողովում, ինչու չեք բարձրացնում նմանատիպ հարցեր, այդ կտորը կա իմ եթերում դրված, եթերում եմ ասում Facebook-յան պատին։ Դաշնակ մաշնակը ասում է, իսկ որտեղ ես պիտի բարձրացնեմ այդ հարցը։ Այսինքն այդ դաշնակը օգտագործելով լրագրողի տաղավարը, ինքը հիմարի տեղ է դնում ոչ միայն լրագրողին, այլև այն հազարավոր մարդկանց, ովքեր դիտում են այդ ուղիղ եթերը։ Սա պրոպագանդա է, Արաչյան, սա պրոպագանդա է։ Այս մասին Էդգար Ղազարյանը, ով ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցել թուրք-ադրբեջանական հեղափոխություն։ Այսինքն, եթե թուրք-ադրբեջանական հեղափոխություն է եղել եւ նաեւ եթերում ասում է, որ թուրք-ադրբեջանական ռեժիմ է Հայաստանում, այսօր է ասում, ինքը դա այդ բառը օգտագործեց, թուրք-ադրբեջանական ռեժիմ, այսինքն ըստ
թուրք-ադրբեջանական ռեժիմի ներկայացուցիչներին բանակում։ Բայց Էդգարը չի ասում, հələ արեք այդ impeachment-ին զուգահեռ մի 30 հոգով հավաքվենք, գնանք Սերժ Սարգսյանի մոտ, ասենք պարոն Սերժիկ Սարգսյան, հələ ինչքան կոմպրոմատոնից տեսնենք այս վիժվածքները ովքեր են, որտեղից եկան։ Արդյոք 18 տարեկան պատանու ծնողը պիտի իմանա, թե իր զավակը ում ենթակայության տակ է ծառայում։ Պիտի իմանա։ Պիտի իմանա, բայց պետք է պահանջի, որ իմանա, չէ՞։ Այո, չէ, բայց մի վարքան, բայց կիսատ են խոսում։ Բոլորը կիսատ են խոսում, սա պրոպագանդա է։ Այս ժողովուրդը, Արթուր, չի հասկանում։ Ես վերջացնում եմ, Արաջան, կներես։ Ասում եմ որոշ ժամանակ, ես մի քանի կտոր նայել եմ այդ հարցազրույցից։ Ասում է, բա ով է բանի տեխնացուն, վարչապետի տեխնացուն ով է։ Էդգարը ասում է, ես այդ մարդու անունն եմ տալիս, բայց սա վերաբերվում է ծայրից ծայր այսօր բացառությամբ 1-2 ֆրագմենտի վերաբերվում է բոլորին, հասկանում ես։ Բացառությամբ 1-2 ֆրագմենտի։ Ես ներողություն եմ խնդրում, որ միայն այդ մարդու անունն եմ տալիս, ուշ քեզ ենք ասում, ուլա դու հասկացի, հիմա բոլորի անունը չենք տալիս։ Եթե մարդը ասում է impeachment-ի նախագիծ պիտի ներկայացվի եւ վարչապետի հնարավոր տեխնացու ասում է դե տրամաբանական է, որ վարչապետի տեխնացու ճիշտ է ասում, այո, պիտի ներկայացվի ով է վարչապետի տեխնացու։ Ասում է դե կամ պիտի Ռոբերտ Քոչարյանը լինի, կամ պիտի ենթադրենք Վանեցյան Արթուրը։ Այսինքն մարդը եթե մտածում է, որ պատիվ ունեմ դաշինքի падգամավորները ռեալ պոլիտիկի այդ տրամաբանության մեջ պիտի ստորագրեն Ռոբերտ Քոչարյանին վարչապետ դարձնելու ինչ որ նախագծի տակ, այսինքն մարդը եթե մտածում է, որ Տարոն Մարգարյանը պիտի ստորագրի այդ նախագծի տակ, ուրեմն ինքը բացարձակապես չի հասկանում, թե Հայաստանի Հանրապետությունը ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում։ Կամ հասկանում է, գուցե ինքը հասկանում է եւ այդպես է ռոպագանդայի։ Այ կամ հասկանում է ստում, հիմա դուք մարդիկ հասկանան որն է պատճառը։ Հիմա այստեղ այլ հարց է առաջ գալիս, որտիսի ռոպագանդան կներես է։ Կամ ասում է Արտուր Վանեցյան։ Լսել եմ։ Մարդը մտածում է, որ բանը, չգիտեմ, դաշնակներ չէ, միգուցե դաշնակներ, հա, բայց ասենք Ագնեսա Խամոյանը պիտի ստորագրի մի նախագծի տակ, ըստ որի Արտուր Վանեցյանը պիտի դառնա վարչապետ, ինքը չի հասկանում ինչ է կատարվել։ Չի հասկանում ինչ է կատարվում։ Հիմա հարցը առաջանում, այսքան ողբերգությունից հետո impeachment-ի նախագիծ է գեներացնում, ճիշտ եք անում։ Բայց այսքան ողբերգությունից հետո անվստահություն չի հայտնում։ Բայց ինչու չի հայտնում, որովհետև չունենք մենք ընդդիմադիր պարլամենտ, որովհետև անվստահություն հայտնելուց առաջ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ հանցագործություններ են եղել, որի վերաբերյալ ազգային ժողովում հարցեր չի բարձրացվել։ Մենք այդ impeachment-ի մասին կհասնենք, ես հələ ռոպագանդայի մասով կներես ընտադեցի։ Հիմա մեր ժողովուրդը պետք է փորձի հասկանալ, որ ռոպագանդան ում շահերն է պաշտպանում։ Այսօր ես նստած մտածում եի, ինչ աղբյուրից է ֆինանսավորվում, օրինակ, հայկական ժամանակ թերթը։ Այնտեղ կան խմբագիրներ, այնտեղ կան ժուրնալիստներ, այնտեղ կա օպերատոր, կամերա, տեխնիկա, ենթադրենք թե տարածքն էլ իրենց սեփականն է։ Ինչ աղբյուրից է ֆինանսավորում։ Արդյոք պետք է Հայաստանի Հանրապետությունում ազգային ժողովը ընդունի օրենք, թեկուզ ներկա կարգավիճակով ազգային ժողովը, որտեղ պարտադիր բոլոր այդ թվում եւ ոչ ստինը պետք է հստակ փաստաթղթերով ներկայացնի ու ապացուցի իր ֆինանսները, եթե կա, եւ որտեղից են աղբյուրները։ Օրինակ, հայկական ժամանակը որտեղից է ֆինանսավորվում, որտեղ գովազդից են, հա, աշխատավարձ ստանում, 168-ը որտեղից է ֆինանսավորվում, 24 նույնը, եթե կա բարերար, օրինակ, ես գիտեմ, որ դեռ չբացված, բայց շուտով բացվելիք լրատվական կա Հայաստանում, որը Շվեյցարիայից ֆինանսավորում է ճարել։ Այդ մեդիան պետք է գրի, ես Շվեյցարիայից այս մարդուց ստացել եմ ֆինանսավորում կամ այս կամպանիայից։ Նոյան Տապանը պետք է ասի, չէ, ես առավոտնից իրիկուն արևմուտքի սազն եմ նվագում։ 5-րդ ալիքը հմեկն էլ իբր թե բյուջեից է ֆինանսավորում, չէ, իբր թե
հանրային պետք է լինի, բյուջեից է ֆինանսավորվում, իբր թե հանրային պետք է լինի, բայց հանրային չի։ Հիմա այս տարբերակով մենք պրոպագանդան կարող ենք բացել եւ մարդկանց շանս տալ հասկանալու թե որն է զուտ պրոպագանդա ինչ որ մեկի շահերը առաջ տանելով, որն է բխում երկրի ժողովրդի ազգաբնակչության շահերից։ Լսի պրոպագանդան դա իրես մարդը կարող է պրոպագանդա անել կարատեն։ Մարդը կարող է պրոպագանդա անել ֆուտբոլը, առողջ ապրելակերպը։ Այն մյուսը կարող է պրոպագանդա անել նարկոտիկը։ Ինչ որ մարիխուանա, բան այդպես զրտուզիբիլներ կարող է պրոպագանդա անել։ Այն մյուսը կարող է պրոպագանդա անել, չգիտեմ, ազգային անվտանգության ծառայության գործակալ լինելը, կորպորատիվ էտիկետ եւ այսպես շարունակ։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը պրոպագանդա են անում այս տիպի կեղտոտ բաները։ Գոնե լրատվականների մակարդակով ժողովուրդը պետք է իմանա ով որտեղից է ֆինանսավորվում։ Ժողովուրդը պիտի իմանա, բայց ժողովուրդը չի իմանա։ Հիմա տես կա ենթադրենք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ նախին Դավթյան Արթուրը։ Օրենքով սահմանված է այդ մարդու, սահմանված է եղել այդ մարդու աշխատավարձը։ Ну, ես մոտավոր թիվ եմ ասում, ենթադրենք 1 միլիոն դրամ է եղել այդ մարդու աշխատավարձը։ Բայց ինչ է քեզ թվում է, որ այդ մարդը ամսական 1 միլիոն դրամ է ստացել, ոչ։ Իհարկե ոչ։ Այսինքն այդ Հայաստանի Հանրապետության նույնը վերաբերվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորներին, նախարարներին։ Այսինքն մարդիկ ունեցել են օրենքով սահմանված աշխատավարձ եւ կողքից սև աշխատավարձ է ստացել։ Սա թույլ է տալիս վճարողին համապատասխան ձևով կառավարել այդ մարդկանց գործունեությունը։ Հասկանում ես։ Դու չես սահմանում գլխավոր դատախազի աշխատավարձը 5 միլիոն դրամ, դու սահմանում ես այդ մարդու աշխատավարձը 1 միլիոն դրամ, բայց ասում ես $50,000, օրինակ, այս թիվը պատահական չեմ ասում, այսպես փող եմ տալիս։ Բնականաբար, եթե դու այդ մարդուն սև այդքան փող ես տալիս, գլխավոր դատախազի գործունեությունը պիտի լինի քո քիմքին հաճելի, քիմքին համապատասխան։ Նույնը վերաբերվում է լրագրողներին։ Այսօր որ լրագրողին հանկարծ ասես դու գիտես ճիշտ, դու լրագրողական գործունեություն չես իրականացնում, դու ասենք պրոպագանդայով ես զբաղված, քեզ կարող է դատի տան, քեզ կարող է ամենավերջին նեղենան ամենավերջին հոդվածները գրեն քո վրա եւ այլն եւ այսպես շարունակ, էլի։ Բայց ինչ է ձեզ թվում է, որ ձեր աշխատավարձը բանի վաճառքից գոյացած գովազդի վաճառքից գոյացած գումարներից է ստացվում։ Ну, եթե օրինակ լիներ YouTube-ը ես հարցազրույց եմ նայում 4 միլիոն դիտում ամսական, ես կհավատայի։ Ես հարցազրույց եմ նայում, նստած է լրագրողը խմբագիրը, որի վրա մի ասենք պատկերավոր մի 10 միլիոն դրամի երևի զարդ ու զարդեղեն կա։ Եվ ինքը խոսում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությունում լրագրողների իրավունքները ոտնահարվում են։ Եվ խոսում է մի կնոջ հետ, ով էլի պատկերավոր ասած, հազիվ ծածկում է իր մեջբությունը։ Բավարար լրագրողների բանը գործերը այդքան վատ են Հայաստանում, Նիկոլն էլ ավտորիտար է։ Բայց այդ ո՞նց է դուք ծլում ծախում, Դուբայներից էլ տուն չեք գալիս։ Այդ ո՞նց է լինում։ Որովհետև դուք լրագրությամբ չեք զբաղվում եւ դուք զբաղվում եք պրոպագանդայով, պետության, իշխանության պրոպագանդայով, իշխանության, որովհետև Հայաստանի Հանրապետությունում Նիկոլը չէ որ միանձնյա իշխանություն է։ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն է հանրապետական կուսակցությունը եւ Նիկոլ Փաշինյանը։ Եվ դուք զբաղվում եք այդ իշխանության մի թևի պրոպագանդայով եւ դրա համար լայն վարձատրվում եք։ Հասկանում ես, լայն վարձատրվում եք։ Չգիտեմ, կարելի է ձեռնոցն էտել ասել ես մարդիկ թող իրենց մինչև ժողովրդի հետ շփվելը հանրային դաշտում մեդիայով մի հատ թող ներկայացնեն իրենց, թե իրենց տունը ինչով են պահում։ Իհարկե կսկսվին դեռ դա անձի գաղտնիություն է, տվյալները եւ այլն եւ այլն եւ այլն, բայց դու ինչ այլապես եղբայր առավոտից երեկո դու որալիկը միացնում ես առավոտից երեկո
Սուտ կեղծիկ, լավ։ Ով է ձեզ գումար տալիս, որպեսզի դուք այդ սուտը եւ կեղծիկը տարածեք։ Ով։ Դե մենք եկե հասել ենք այս 30 տարվա մեջ գուշակությունների մակարդակի, չէ՞, 168-ը կապում ենք Սերժ Սարգսյանի հետ, 5-րդ տալիքը թե Երևան թե դե Քոչարյանի հետ, այնտեղ հայկական ժամանակը դե Փաշինյանի, դե սա բանով ժողովրդի մեջ են որ ասես բերանից բերան խոսակցություններով, բայց ըստ իս հաջորդ իշխանության առաջի գործը պետք է լինի քաղաքականության մեջ հանրային հանդես եկող նույնիսկ անձիկ պարտավոր են ներկայացնել իրենց եկամուտի աղբյուրը։ Պարտավոր են։ Բա որ հետո չկայնեն ասեն թուրք-ադրբեջանական հեղափոխություն, հա? Չկանգնեն ժողովրդին էշի տեղ դնեն։ Լավ, եթե ես էլ եմ ասում, եթե թուրք-ադրբեջանական հեղափոխություն է եղել, դուք հարցեր չունեք։ Չի կարելի Սերժ Սարգսյանին հարցեր տալ։ Սա լսի 50 տարեկան մարդ է սպիտակած մազերով։ Ով գիտե թոր պիտի ունենաս։ Դու եթե Հայաստանի Հանրապետությունում թուրք-ադրբեջանական հեղափոխություն է եղել, որևէ հարց չունես քո նախկին կամ ներկա ղեկավարի։ Առաջ նախար սա արդեն ծիծաղելի, արդեն 7 տարի մենք Դա վաղուց է ծիծաղելի, Արթուր։ Սա վաղուց է ծիծաղելի, արդեն չէ։ Արդեն զսվելի ծիծաղելի բան կա, Ettore Scola բանը, Ettore Scola հրաշալի մի իտալացի ռեժիսոր կա։ Ինքը ունի մի հատ ֆիլմ։ Մոտավորապես հիմա կասեմ, կարող եմ 1-2 բառ սխալվեմ, Дикие грязные отвратительные։ Դիկի կարող է սխալ ասեցի ուրիշ ածականներ, բայց грязные отвратительные որ կար մեջը։ Ցույց է տալիս մի հատ կեղտոտ հասարակություն, դա դարձել է այսօր Հայաստանի Հանրապետությունը։ Այս մասից արի մի հատ շրջադարձ անենք այլտեղ։ Պրոպագանդայի մասը համարենք, որ հույսով եւ նպատակադրումով, որ հաջորդ իշխանությունը, հուսանք որ դա շուտ տեղի կունենա, ես չգիտեմ ով իշ դերակատարում կունենա, բայց առաջի գործը պետք է լինի կոնկրետ հանրային գործունեություն, մեդիա դաշտում հանրային գործունեություն ծավալող անձանց եկամուտի աղբյուրների բաց լինելը։ Մինչև թեման երկրորդ մասին անցնել ասեմ, որ ԱՄՆ-ում լրատվական գործակալությունները իրավունք ունեն ընդամենը 25% արտերկրյա ֆինանսավորում ստանալ, իսկ Սինգապուրում այս խնդիրը կար, Լի Կուան Յուի ժամանակ, երբ որ ինքը նոր վարչապետ էր դառել, այս խնդիրը կար, ու ինքը այո, օտարերկրյա ֆինանսավորումով լրատվականների հարցը կոնկրետ դրել էր, ընդհուպ մինչև զրկելը օտարերկրյա ֆինանսավորումից։ Հիմա ես կներես, էլ մի բան եմ ուզում ասել։ Երբ որ դու մտնում ես պայքարի մեջ, դու պիտի ազնիվ եւ անկեղծ լինես։ Չէ։ Այսինքն դու չես կարող մի բան խոսել հեռախոսով, դրանից 2 ամիս հետո բանը հրապարակային ասես դրա ուղիղ 170 աստիճան։ Արթուր, Հայաստանի քաղաքականություն ճիշտ հակառակի մասին։ Մարդը ինձ զանգում ասում է, որ Գևորգյան Արմենը կոռուպցիոներ է, Բագրատյան Սերգեյի հետ հեկեր ունի։ Եվ ամենավերջին բառերն է ասում Գևորգյան Արմենի հասցեին, այսօր կանգնում ասում է դե ասենք վարչապետի տեխնացու կարող է լինել նաև Գևորգյան Ես աշխատել եմ հետը կարգին ղեկավար է։ Արա դու ամոթ չունես, արա։ Անձնավորած Էդգարին թողենք կողքի, Էդգարը ընկավ անիվի տակ։ Էդգարը դա հավաքական կերպարն է այսօր։ Դու ուզում ես պրոպագանդիստների։ Հարցը Էդգարը չի։ 99% էս վիճակն է, երբ որ դու Համբարձումյան Արթուրին ասում ես, որ Գևորգյան Արմենը ու Ռուբեն Ռուբինյանը ճուսլինի ու դրանից հետո կանգնում ասում ես, որ Գևորգյան Արմենը պրինցիպի կարող է լինել նաև վարչապետի տեխնացու, դու քեզանից չես զզվում։ Ու ես քեզի ասեմ, այս խոսակցությունները վաղ թե ուշ։ Այս հարցերը ես տալու եմ այդ մարդկանց աչքերին նայելով։ Արա 50 տարեկան տղամարդ ես դու, սպիտակած մազերով, երբ որ Համբարձումյան Արթուրին ասում ես, որ Գևորգյան Արմենը Ռուբեն Ռուբինյանի հետ
Սերգեյ Բագրատյանի հետ, որ շատ վատն է ինքը, ու դրանից հետո Բորիսի մոտ ասում ես, որ ինքը կարա պրինցիպի լինի վարչապետի թեկնածու, որովհետև շատ զիվ տղա է։ Դու քեզանից չես զզվում։ Ես կարող եմ պատասխանեմ, եթե զզվեր չեր ասի։ Ստեղ պրոպագանդան շատ սերտ կապ ունի, մենք տեսանք պրոպագանդայի վառ արտացոլումը, այսինքն ինչի երկու շաբաթ, վերջի 2 տարում գոնե, մենք այդ պրոպագանդայի արտացոլումը տեսնում ենք Շիրակի թեմի առաջնորդի հասցեին, երբ որ այստեղ շատ կարևոր սիրելի ժողովուրդ։ Ես միշտ շեշտել եմ, Արթուրը, երբ որ իմ հետ խոսում է, ինքը ասում է իմ համար Աստված, քո համար բնությունը։ Ես կնքված եմ, բայց ես աթեիստ եմ։ Ծնողներս են կնքել, չեմ հրաժարվում։ Ես հարգանք ունեմ կրոնի նկատմամբ։ Կրոնական արժեքների, քրիստոնեական արժեքների նկատմամբ տածում մեծ հարգանք։ Վերջի վերջո ես մտածել էի շատ բոլոր երկրների, քրիստոնեական երկրների, այն որ ասում է Ուգալովնի կոդեքսը, հա, քրեական օրենքների այդ գիրքը, ինքը հիմնված է քրիստոնեական պատվիրանների արժեքների վրա։ Անցնենք առաջ, ես միշտ ասել եմ, որ Սրբազան Աջապայանը ինձ համար քաղաքական միտք գեներացնող այն անձն է, որը արժանի է մեծագույն հարգանքի, ինձ համար։ Ինքը Շիրակի թեմի առաջնորդն է։ Բայց ես առանձնացնում եմ շատ իր քաղաքական միտք գեներացնելու ունակությունը, իր օրակարգ գեներացնելու ունակությունը, որի արդյունքում վերջին 2 տարում այստեղ ասում եմ ուշադիր։ Այդ անձի հանդեպ հանրային դաշտում կեղտ ու տականկություններ է հնչում եւ իշխանական թևից եւ ընդդիմադիր թևից առանց բացառության, չնայած վերջի Փաշինյանին տված հարցազրույցում Սրբազան Միքայել Աջապայանը ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը իր էությամբ տղամարդ է, ես սա չեմ հերքում, ես էլ եմ այդպես կարծում, եթե ինքը գնաց 500 օր նստեց ու ինձ նույնիսկ ասում էին, որ ինքը, ես չգիտեմ ինչքանով է ճիշտ, թե չէ, ընդեղի ուտելիքներ ուտում, պրինցիպի հարց էր։ Սերժի հետ չենք համեմատի տղամարդության առումով, բայց նենք չի, որ Բագրատ Միկոյանը Աջապայանին Յաշկի, Յաշկի։ Հիմա կներես վերջացնեմ։ Արթուր, այն փաստը, որ երբ որ Նիկոլն է մի բան խոսում, ընդդիմադիր իրենց հռչակած թևն է հարձակվում վրան, երբ որ ընդդիմադիր թևն է խոսում, Նիկոլի թևն է հարձակվում նրանց վրա, բայց երբ որ խոսում է arczepiskopos Միքայել Աջապայանը, բոլորով են հարձակվում վրան։ Սա ինչի մասին է խոսում։ Ես չեմ ուզում ես միտքս հայտնեմ, ես ուզում եմ քո միտքը, ես իմ կարծիքն ունեմ, ես վերջում կասեմ։ Ինչի մասին է սա խոսում։ Եվ ինչ հնարավորություններ է սա բացում Հայաստանի համար։ Մեր պղծության մասին է խոսում այս ամենը։ Երբ որ arczepiskoposը միտք է արտահայտում ՔՊ-ին դեմ, arczepiskoposin կարող է շատ կոշտ ձևով հակադարձել օրինակ Սարուխանյան Կարենը, օրինակ Պալյան Էման, եւ հենց նույն Մարտուն Գրիգորյանը շատ կոշտ ձևով կարող է արձագանքել Պալյան Էմային։ Հիմա երևի մոտավորապես մի տարի է, ինչ-որ անմարդկային շակալները, էլի, շակալները հարձակվել են arczepiskoposi վրա, Մարտուն Գրիգորյանը ինչի ձեն չի անում։ Օրինակ Մարտուն Գրիգորյանը, ասենք առաջ, հոտված է տպում բանը, Արմեն Աշոտյանը։ Ես ինչքան գիտեմ, Արմեն Աշոտյանը սահմանափակումների մեջ է եւ շատ սակավ թվով մարդկանց հետ կարող է շփվել, այդ թվում, այդ քիչ մարդկանց թվի մեջ է նաեւ Արշակ arczepiskoposը դիվանապետը Էջմիածնի։ Հիմա Արմեն Աշոտյանը բավական կոշտ ձևով արձագանքել է վիրավորական ձևով արձագանքել է Միքայել arczepiskoposin։ Հիմա ես հարց ունեմ Արշակ Սրբազանին եւ
նու սրբազան երբ որ ասում եմ, երևի սխալ եմ անում, Աշակ arczepiskopos-ին, Աշակ arczepiskopos-ը այն մարդն էր, ով Կոլումբիայի նախկին նարկոբարոն պրեզիդենտի հետ գարանտիա էր տալիս դատարանում Արմեն Աշոտյանի համար։ Հետաքրքիր սիմբիոզ է, չէ՞։ Մի կողմից Աշակն է, arczepiskopos-ը, մյուս կողմից Կոլումբիայի նախկին պրեզիդենտը եւ ելի մի քանի падգամավորներ։ Հիմա հարց. արդյոք Աշակ arczepiskopos-ը Արմեն Աշոտյանի գյամերը քաշել այդ ստատուսի համար։ Կամ եթե հրապարակային է եղել խոսքը, ինչու՞ չի ինքը արձագանքել հրապարակային։ Եվ այս շարքը կարելի է շատ երկար թվել։ Շատ երկար թվել, եթե Պալյան Էման լիներ, ես դրա համար եմ ասում, Մարաջան, այսօր Նիկոլ Փաշինյանին հայոյելը, քրվելը, վիրավորելը շատ հեշտ է։ Շատ հեշտ է, դա դառնում է թրենդ։ Բայց այնտեղ ինչ որ մարդիկ կան, մարզերում կան այդպիսի մարդիկ։ Մարզերում այդպիսի մարդիկ կան, ովքեր Փաշինյանականների հետ, այսինքն իշխանության հետ խորը առևտրային հարաբերությունների մեջ են, խորը առևտրային հարաբերություններ։ Ես օրինակ գիտեմ, որ Շիրակի մարզում Տենդեր Շաով հայտնի գործարարը, որը քրեական գործով կաշառք դրա բռնվել է, գրավ է դրել, հիմա ու բրիտոմ նա այսօր մի քիչ առաջ մի հատ դաշտակ падգամավոր կա, Մհեր Ախուրյանից էր խոսում, այ Ախուրյանից ասում է, Ախուրյանում տեղի ունեցավ, սենց հեղաշրջում տեղի ունեցավ, իրանց բանին հանեցին, ասում է, տենց Ախուրյանում ԿՊ-ն զավթել է իշխանությունը, ուրեմն Ախուրյանի այդ իշխանափոխությունը ունի կոնկրետ անուն ազգանուն անողները։ Եվ ես վստահ եմ, որ հանկարծ Մհերը, եթե այդ մարդու անուն ազգանունը տա, պատկերավոր ասած, եւ Մհերն էլ գիտի դա։ Մհերի ոտը որից կպոկեն։ Դրա համար ինքը շատ զգուշ է, հանկարծ, բերնից ինչ-որ բան չփստսնե։ Ինքը առավոտից երեկո պիտի Նիկոլին թրֆի, ու իրան թվա թե ինքը ընդդիմադիր կարգին տղա է։ Բայց ինքը ոչ ընդդիմադիր է, ոչ էլ կարգին տղա է։ Ոչ նա է, ոչ էլ նա է իրականում։ Եվ այսպիսի դրվագները, սա փոքր դրվագ է, որ դու մեկը մի բան է ասում, Պարզ օրինակ, Վարդան Ղուկասյան, Գյումրիի հնարավոր քաղաքապետը, պոտենցիալ քաղաքապետը։ Ես չեմ հավատում իդեպ, բայց հիմա նայ, Վարդան Ղուկասյանը Սերժ Սարգսյանի մասին շատ ճիշտ եւ շատ սուր խոսքով է հանդես եկել վերջին շրջանում։ Բա Համբարձումյան Արթուրի վրա զրպարտություն գրող վիժվածքներ, դուք կարող եք Վարդան Ղուկասյանի մասին հրապարակային ինչ-որ բան ասել, ուրեմն պատկերավոր ասած, կարող է ձեզ հետ տեղի ունենա, ասենք, չգիտեմ, ոչ վատ բան, հա? Случайность, չէ, ասենք, կարող է դաժե մեկը մի հատ զանգի ձեզ, դուք տեսնեք, որ այդ մարդու այդ աֆիլացված մարդու հեռախոսի համարն է, հեռախոսի համարը տեսնեք եւ ձեր ոտը, ձեր որից էլի անջատվի, ինչպես որ Մհերի դեպքում։ Վարդան Ղուկասյանը, սա առանց իրոնիայի, Վարդան Ղուկասյանը Աստծո պահածն է։ Իր հավատացյալությամբ նա Աստծո պահածն է, так что երևի այլ բաներ տեղի կունենան։ Սա խոսքը մի լավ, ասա վերջացրու։ Ես չեմ ասում, ոչ նրա վերաբերյալ որ այ կգան, չգիտեմ ինչ կանեն, ուղղակի իմ ասածը այն է, որ մի դեպքում վախենում է, մյուս դեպքում Համբարձումյան Արթուրն է կամ arczepiskopos-ն է, ինչ պիտի անեն։ Բայց կգան ժամանակ հայոյանքները լրիվ պահած ֆիքսած է, օրինակ Սարգսյանին հարց հղելու համար հազարներով հայոյանքներ է կերել։ Այդ հազարներով զրպարտությունների համար, որ օրինակ ինձ են տվել 6 տարի։ Ամեն մի շակալը, ամեն մի սրիկան, այդ գրածա,
պատասխան է տալու։ Ես ուզում եմ վերադառնանք մի հատ կետի։ Երբ որ բեր ես այսօր պոլիտ կորեկտ լինեմ, քանի որ դու արդեն պոլիտ կորեկտ չես այսօր։ Երբ որ Բագրատ Սրբազանը Տավուշից քայլում էր, ոգևորված, գամփռով, Պետրոսյան Սուրոյի երջանիկ դեմքով, Գառնիկ Դանելյանի ուրախացած հայացքով գալիս էին փրկելու, ես ու դու են մարդիկ էինք, որոնք ասում էին, նախ սկզբից մենք ասում էինք խնդիրը Տավուշում չի գնա Երևան, գնացեք Երևան Սրբազան, հետո էլ ասում էինք հասնելով Երևան, խոսեք ճշմարտության մասին։ Ու ես հիշում եմ, ես տեսանյութերից մեկում ասել էի, տոլի գրել էի, ասել էի ձեզ օդ ու ջրի պես պետք է arczepiskopos Միքայել Աջապայանը Երևանում։ Բացատրեմ ինչի է։ Դեսի, բայց կներես մի հանուն արտարության ես մի բան ասեմ, երբ Միքայել arczepiskopos-ի վրա առաջին հարձակումն էր, Բագրատ arczepiskopos-ը ի պաշտպանություն խոսքով հանդես եկավ եւ ասաց, որ որովհետեւ առաջինը չէր դա երկրորդ հարձակումն էր, որովհետեւ երկրորդն էր, չեմ հիշում։ Մինչև խոսքով հանդես գալը, այսօր ոնց որ արշակի։ Ճիշտ է, բանի տեղ չդրեցին։ Ես Բագրատին։ Բանի տեղ բայց չդրեցին։ Ես դիմել էի Բագրատ Սրբազանին, ասել դուք ասելու բան չունեք։ Բանի տեղ չդրեցին, բայց հանուն արտարության պիտի ասեմ, Իհարկե, բայց ես ուզում մանրամասնեմ, ինչու է ես ասում ձեզ օդի ու ջրի պես պետք է Միքայել arczepiskopos Աջապայանը Երևանում։ Հասկանում եք, գալիս ենք, քայլում ենք Երևան, այսօր Էդգար Ղազարյանի ասացի պես մի մեշոկ անուն թվարկեց, մեշոկով եմ ասում, որպեսզի ժողովրդի համար պարզ լինի, թե ինչ վերաբերմունք ունեմ, հա, թեկնածուների նկատմամբ, այսպես կոչված պոտենցիալ վարչապետացուների։ Եվ եկան Սրբազան շարժում սարքեցին, ուռուցրին բավականի մարդիկ հավատքով էին լցված, բայց այն պահից սկսած որ երկրորդը երրորդ մեր իմ ու Արթուրի առանձին դիմելուց հետո հանրային ճշմարտության մասին խոսք չընչեց, արդեն պարզ էր, որ ՀՀԿ-ն կանգնած է, ասում է մեզ շրջապատել են, Բագրատին շրջապատել են, ես չգիտեմ իր ցանկությամբ թե չէ։ Դուք ժողովրդին ապրիորի իմանալով, որ Բագրատ Սրբազանը Կանադայի քաղաքացի է, չեք կարող առաջադրել վարչապետի տեխնացու։ Դուք ժողովրդին խաբում եք, հանում եք դուրս, ֆրստում եք, հավաքում եք մասա, մի քանիսին էլ նստեցնել եք տալիս, եւ հետո այդ ամեն ինչը ջրվում է։ Պետք չի ասել, որ մենք միայն քննադատում ենք։ Մենք ու երբ որ ես ասեմ սա երևի, հա, Արթուր, մենք հնարավորություն ենք ունեցել Թովմաս, հա։ Հա, Թովմասը ոնց որ Սարգսակ, սխալ եմ ասում, ճիշտ եմ ասում։ Գեղեցական չինների մեջ լավ չեմ։ Մենք հնարավորություն ենք ունեցել խոսելու, ես կարճ ասեմ, մեր խոսակցություն չբացեմ, ու խոսակցություն մոտավոր սա էր։ Ձեր կողք ինչու է հավաքված ՀՀԿ-ն, ու մեզ պրետենզիա հնչեց մոտավորապես, իսկ ինչու դուք չեք մեր կողքը։ Ու մենք ասեցինք, մենք չենք ձեր կողքը, որովհետև 3 անգամ հանրային դիմելուց հետո ճշմարտի խոսք չհնչեց, ոչ հրապարակից, ոչ ճանապարհից, ոչ մինչև այսօր Բագրատ Սրբազանի բերանից, այնինչ ինչ էր պահանջում Բագրատ Սրբազանից։ Ասել են ինչ որ այսօր ասում է Միքայել arczepiskopos Աջապայանը։ Ընդհանրապես այդքան բանն էր պահանջում։ Որպեսզի այս ազգը կոնսոլիդացվեր։ Կկորցնեիք ՀԿ-ի ինչ որ զանգված, ավելի լավ։ Վիբրը հետո ավելի մաքուր։ Ասեք, Արաչյան, տես, այդ եթե Բագրատ arczepiskopos-ը ասել այն ինչ որ ենթադրենք ասում են այլ մարդիկ, այդ հավաքը բազմահազարանոց չէր կարող գեներացվել, որովհետև այդ հավաքը սկսեց գեներացվել այն պարզ պատճառով, որ մի կողմից իրանցում տեղի էին ունենում հայտնի process-ները, մյուս կողմից ամբողջ պրոպագանդան գտնվում էր այդտեղ։ Ինչպես որ 2018 թվականին ամբողջ պրոպագանդան գտնվում էր Նիկոլի շրջապատում, 90% կայքերը։ Այդպես էլ կայքերի ճնշող մեծամասնությունը գտնվում են հիմա պատկերավոր ասած 168-ը իր օպերատորին եւ իր օպերատորներին եւ իր լրագրողներին
կամ 24 News-ը ուղարկել ես իրանց։ Հիմա եթե Բագրատ Սրբազանը այլ կերպ հանդես էր, այլ խոսքով հանդես գար, բնականաբար այդ ամենը չէր լուսաբանվել։ Կարող է բանը խմբագիրները օրեկան 20-30 հազար դրամ տալիս են բերտուջի փող, քննելու փող, իրենց օպերատորներին, ես խմբագիրներին, որպեսզի նրանք գնան եւ լուսաբանեն Բագրատ Սրբազանի, Բագրատ arczepiskopos-ի այն խոսքը, որտեղ ինքը մեղադրում է Սերժ Սարգսյանին 2018 թվականի հեղափոխությունը սարքելու մեջ։ Հավատա ավելի շատ այլ որակի մարդիկ կհավաքվեին իրենց կողք։ Էլի եկանք ֆրանսինք, եկանք թեման պրոպագանդային, հա, անում է ամեն ինչ պրոպագանդան։ Ես Բեռնեսի գիրքը կներկայացնեմ, եթե սուրբաթ չհասցրեցի, մի սուրբաթ կներկայացնեմ, շատ հետաքրքիր։ Ես այո, ինչ որ մի պահի, բայց դա պետք է լիներ լրիվ առանձին process։ Ի սկզբանե ինքը այդ մարդկանց հետ չպետք է մտներ ճանապարհի մեջ։ Ես ասել եմ, ես առաջին իմ խոսքում ասացի, ձեզ չեն բանանելու, լուսաբանելու, բայց ձեզ կարող է լուսաբանել 100,000-ավոր մարդկանց հեռախոսները։ Այո։ Ինքը կարող է ինքը կարող է հանդես չգար այդ թանկարժեք բեմի վրա, ինքը կարող է մի հատ մեքենայի թափքի վրա դուրս գար։ Այլ process կլիներ, այլ լրիվ իմիջիայլոց վերջերս ընկերներս մեկի հետ է խոսում, ասում է այդ բեմի գործ անողները ամբողջությամբ գիտեն թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է տեղի ունեցել, որովհետև ամենայն հավանականությամբ բանը իրանք գիտեն չէ որ Զաքաշիկը նույն մարդն է, նույն մարդկանց համար։ Այսինքն բաները այն մարդիկ ովքեր երեք տիպի մարդիկ կան Հայաստանում, ովքեր պարզ գիտեն թե ինչ է տեղի ունեցել։ Մեկը այդ բեմի գործ անողներն են, որովհետև պատվիրատուները նույնն են, մյուսը ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն են, որովհետև ամբողջությամբ տեղյակ են, այն մյուսները բանը բանկային աշխատողներն են, որովհետև հետ բանը հնարավորություն ունեն տեսնելու ֆինանսական հոսքերը։ Ամբողջությամբ իրենք պատկերացնում են թե ինչ է կատարվել եւ ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում։ Ես իդեպ ուզում եմ նորից վերադառնամ Միքայել arczepiskopos Աջապայանի հետ կապված հարցին։ Երբ որ arczepiskopos-ը ասում է ըստ իս բաց ճշմարտություններ, ոչ պոպուլյար ճշմարտություններ, ՀՀԿ-ն չէ, այսպես չասեմ, դիմություն, ընդդիմություն, այդ ողջ անձնակազմը, մտածում եմ, էլի քրեական գործերն եմ կչացնում արդ խոսալուց։ Այդ ողջ անձնակազմը հարձակվում է arczepiskopos-ի վրա։ Ինչ է իրականությանը չի համապատասխանում Միքայել Աջապայանի ասացին։ Այն որ Սերժը ասել էր առաջի պասաժիրը ես եմ լինելու Երևան Ստեփանակերտ ինքնաթիռի, չի ասել։ Այն որ ասել է, եթե այնորն էի նայում, եթե իմ ճուզած կառավարման մոդելը ընտրվի, այն է պարլամենտական հանրապետության։ Ես չեմ հավակնում ոչ նախագահի, ոչ վարչապետի, ավելին ես կարծում եմ 1 անձ 2 անգամից ավել։ Ու Մամիջանյան Հայկը Պետրոսի մոտ նստած, Պետրոսն ասում է ձեր ղեկավարը սենց սուտ բան է ասել, դրա համար սկսին մերժել, պատճառ եղավ։ Ասում է սուտ է։ Հիմա ասում է ժողովուրդը այս բազմապիսի կեղտոտ պրոպագանդայի մեջ արդեն չգիտի ում լսի, հասկանում ես։ Երևի դրա համար անհրաժեշտություն է առաջանում հետևյալը ժողովուրդ։ Նու ես իմ կողմից կարող եմ խորհուրդ տամ, մնացածը ձեր կորձն է, մեր լսարանը այդքան շատ չի, իդեպ մեզ փող պետք չի։ Միակ լավությունը, որ դուք կարող եք ձեզ անել մեր միջոցով, դա բաժանորդագրվել տարածելն է։ Եթե կան լրատվականներ, մեդիաներ, մենք լրատվական չենք, որ կկանգնենք ասեն, պատրաստ ենք հարցման դեպքում ներկայացնել կոպեկ առ կոպեկ մեր ֆինանսավորումը որտեղից է, կներկայացնեն, կտեսնեք, որ շահեր չեն սպասարկում, հնարավոր չի տենց բան, կլսեք այդ մարդկանց խոսքը։ Ես ասում եմ,
Մեկ հասկանում եք, մեր ծախսը, այս հոսանքն է լապտոպի, էլ իշն է։ Արա ջան, Եթե դու զգալուց առաջ լվացվելու ջուրն է, ակտուալ թեմա է, հա։ Մենք այլ ծախս չունենք։ Կամերան իմ սեփականն է, Արտուրինն էլ հեռախոսը։ Ես ինժեներ եմ, այս մարդը գործազուրկ է։ Մենք այլ ֆինանսի աղբյուր չունենք։ լսի, եթե ես փողով խոսող լինեի, Նիկոլը ինձ վաղուց փագել էր արդեն։ Այո։ Ու ճիշտ էր արել։ Այո։ Ու ճիշտ էր արել։ Բայց ինչի՞ չի փագում փողով խոսացողներին, դա չեմ հասկանում։ Փողով խոսացողներին չի փագում շատ պարզ պատճառով, որովհետև փագող խոսացողները չմնան դուրս, իրան ձեռն խոսացողները։ Փողով խոսողներին չի փագում մի պարզ պատճառով, որովհետև փագողը եւ բացողը ինքը չի։ Հա։ Փագողը եւ բացողը ինքը չի։ Այս Գյումրիում որ բան էր, նախընտրական պայքար էր, Մարտուն Գրիգորյանը ասում է Սարիկ լավ ես, ուրեմն Մարտուն Գրիգորյանի հորը եւ տղային կար ժամանակով ձերբակալեցին, եւ այդ ձերբակալման հետ Սարիկ Միլյասյանը այքան կապ է ունեցել, որքան ես։ Ասեմ ավելին, ձերբակալման հետ նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է ունեցել ոչ ուղիղ կապ։ Եվ Մարտուն Գրիգորյանը շատ լավ գիտի ինչի համար է ձերբակալվել եւ ով է եղել պատճառը, ով է եղել դրա բանը, տրիգերը, հրաման տվողը, ինչի համար։ Հայաստանի Հանրապետության ամենաազդեցիկ, ու պրիտոմ այդ օրը ես նայում եմ, հետաքրքիր բան է, մտնում եմ Առավոտ թերթ եմ մտնում, գրված է ձերբակալել են Մարտուն Գրիգորյանի հորը Կամո Գրիգորյանին եւ որդուն, եւ նույն թերթում էլի կես ժամ առաջ գրված է, որ բանը, մոտավորապես եմ ասում, արդարացվել է կամ ռեժիմը փոխվել է դեպի մեղմացում։ Սերժի Վաչոյի նույն օրը, հիմա այստեղ հարց է առաջանում, ինչպես ո՞ս կարող է երկրում, որ ապրում է այսպես կոչված հետհեղափոխական ժամանակներ, հիմա Սերժի Վաչոյին, Վաչիկ, ինչ էր, Բաղդասարյան, Ղազարյան, այդ Նիկոլն է տվել այդ հրամանը, ով է տվել այդ հրամանը, հիմա դատարանները, որ Սերժի, կնես, դատարանները, որ Սերժի բանը, Վաչական Ղազարյանին արդարացնում են, հիմա արդար է, թե արդար չեն։ Պարադոքս։ Այսինքն մի կողմից արդար են, հա, մյուս կողմից անարդ, այդպես չի կարող լինել, Արա ջան։ Կարող է, Հայաստանում լինել, չի կարող դատարանը։ Հետևաբար դատարանները ենթարկվում են մեկ կենտրոնի։ Մեկ կենտրոնի դատաիրավական համակարգը Հայաստանի Հանրապետությունում մի մարդու է ենթարկվում, կամ մեկ խումբ մարդկանց է ենթարկվում։ Եվ Նիկոլ Փաշինյանը այդ խմբի, ասենք, այն երրորդ մարդն է։ Հիմա այս հարցերը, երբ որ ես վերջերս հայտնի փաստաբաններից մեկի հետ եմ խոսում, ասում է ես քո արգումենտների հետ բան եմ, համաձայն չեմ, բայց սա փաստեր են, ինչ կա համաձայն լինել, չլինելու։ Հիմա դատարանը, որ Սերժ Սարգսյանին ճանաչում է պատկերավոր ասած աշխատավարձով ապրած մարդ։ Հիմա արդար է, թե արդար չէ։ Արդար է։ Այդտեղ արդար է, բայց որ այն մյուսին փակում են, այդտեղ արդար չի։ Այդտեղ արդեն քաղաքական զակազ է տեղի ունենում։ Այո։ Եվ այս հարցերը դատավորներն են։ Այո, այս հարցերը որտեղ պիտի բարձրացվեին։ Բանը, շատ ճիշտ բան է ասում, էլի վերադառնամ այսօրվա զրույցին, այդ մի ֆրագմենտին, այո, падգամավորը անհատական պատասխանատվություն է կրում, ինքը ադմինիստրատիվ մանդատով կաշկանդված չի, ինքը խղճով, համոզմունքներով պիտի առաջնորդվի եւ այս հարցերը պիտի բարձրացվեն պարլամենտում։ Դրա համար, գիտես, դրա համար իրանք փող են ստանում, դրա համար երթում են տվել։ Բայց ինչպես դու տեսնում ես, ոչ մի կանցնի, Արտուր, ոչինչ։ Ինչ? Լողանան կանցնի։ Հարցը լողանալը չգիտես, հարցը այն է, որ սա ամեն ինչը ունի, չափ սահման ունի, սրանք բան են անում, էլի, սրանք միջև վերջ հայտարարվում։
Պիտի խաղան, բերել են Տարոն Մարգարյանի նախքին օգնականին դրել են գլխավոր դատախազ, ու Տարամին Դավիթ զրկում։ Սահակյանի նախքին օգնականին կամ խորհրդականին դրել են արտաքին հետախուզական վարչության տնօրեն, նախքին ռեժիմի ժամանակ կարևորագույն անձանց բերել դրել են դիվանագիտական կարևորագույն պաշտոնների ազգային անվտանգության ծառայության տնօրեն, հատուկ ծառայությունների ղեկավարներ, ղեկավարների տեղակալներ եւ այսպես շարունակ։ Ու շարունակում են պնդել, որ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին բանը հեղափոխություն ա եղել, հեղաշրջում ա եղել։ Civilnet-ի բան կա, լրագրող կա, վերջերս հրապարակել էր նկար էր հրապարակել Մուղդեսյան, եթե չեմ սխալվում, ինքը եւ Ջեֆրի Սաքսը։ Մարդ հնարավորություն ունենա այդ լրագրողին ասեր, մի հատ Ջեֆրի Սաքսին ասա, էլի հարց տուր, որ post-սովետական երկրներում հեղափոխություններ են եղել, ասենք Կիրգիզստանում, Ուզբեկստանում, Ուկրաինայում, Վրաստանում, տապալված ռեժիմի ներկայացուցիչների հետ ինչ է տեղի ունեցել, կամ փախել են, կամ դատվել են, կամ մնացել են նույն երկրում, բայց ուղղակի զերո ազդեցությամբ։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում տարակուսում է այդ անձնավորությունը հեղափոխություններ, թե հեղաշրջում էր, հələ թող հարցնի Ջեֆրի Սաքսին, տեսնի Ջեֆրի Սաքսը ինչ է իրան պատասխանում, հնարավոր է նման բան լինի։ Էլի վերադառնում ենք սկզբին, հա, լրագրողներ ազգային անվտանգության ծառայության գործակալներ։ Պրոպագանդա։ Այո, պրոպագանդա։ Ձելի ժողովուրդ, պրոպագանդիստները ընդհանուր առմամբ, եթե շարժվում են տուպը, նրանք սազն առնում են, սկսում են գովել մեկին։ Որոշ խելացի պրոպագանդիստներ, իդեպ ես ասեմ, որ սրանք էլ տուպոյություն։ Որոշ խելացի պրոպագանդիստներ 10-ից 1 կամ 2-ը քլնգում են իրենց շահերի տիրոջը, որպիսի թվան անկախ։ Սա էլ պրոպագանդայի գործիքներից մեկն է։ Ես կներկայացնեմ ձեզ։ Դա հա հայտնի բան է, հա։ Այսինքն ինքը արևմուտքից փող է ստանում, բայց 10 ինտերվյուից 3-ում արևմուտքին կքլնգի։ Որ անկախ օբյեկտիվ թվա։ Հա, օբյեկտիվ թվա։ Նույնն էլ էս մարդիկ են, օրինակ կոպիտ օրինակ բերեմ, հա։ Քոչարյանը օրինակ չունի այդքան պրոպագանդիստներ եւ այդ կարգի խելոք։ Ընդհանրապես ամենախելոք պրոպագանդիստները Հայաստանի Հանրապետությունում եղել են Միքայել Մինասյանի ազդեցության գոտում։ Սա փաստ է։ Ըստ իմ նաբլուդենյաների, մեր նաբլուդենյաների, Միքայել Մինասյանի շրջապատում տուպոյ մարդ չկա։ Նա երևի պաթոլոգիկ ալերգիա ունի տուպոյների հանդեպ, չի սիրում իր կողքը պայել, ինչը գոնե իմ համար ընդունելի եւ գնահատելի է։ Ասում եմ, այդքան վատի մեջ գոնե այդ մի բանը լավն է։ Օրինակ, երբ որ նայում ենք երրորդ նախագահի պրոպագանդիստական մեքենային, հայտարարությունը, ասմի կանեշնիկ, ձիվիցի կանեշնիկ, եւ այլ, դա հայտարարակ վիճակ է, հայտարարակ վիճակ է, խելացիներն է կան, բայց այդ ահավոր վիճակ է։ Ընդ որում այնտեղ լրատվականներ, որոնք առավոտնից իրիկուն Սերժ Սարգսյանի գովքն են անում, ասենք տարբեր մակարդակով են բաժանված։ Օրինակ live news-ին կարելի է անվանել V-ով։ Ասենք ներքևի շերտը, հետո top-ը դե 168-ն է, արանքն էլ ինչ դասավորվա։ Գառնիկ Իսագուլյաններ, բաներ, այս կարգի անհայտ չէ, հայտնի ԱԾ-յախառը, այսպես իբր թե վերլուծաբաններ, լեննականից էլ ինչ-որ մի հատ չէ, в общем, եթերային բառ չէ։ Դա է խնդիրը, ժողովուրդ։ Պրոպագանդան եղել է, ինքը ծնվել է պատերազմների ժամանակ, հետո արդեն 20-րդ դարի սկզբին Ամերիկայում, Բեռնեսն եմ սկսել, հետո կանցնեմ առաջ պարզ կլինի։ Մարդիկ սկսել են մտածել խաղաղ բնակչության վրա օգտագործություն, ասում ենք չենք կարող ասել խաղաղ ժամանակներում ենք ապրում, բայց ընտիր աշխատում է Հայաստան պրոպագանդան։ Դասի մեծ փողեր է դրված։ Եթե մեկը առավոտից երեկո զարմանալիորեն մեկին գովում է,
որը հետ գովելու չէ, այսինքն քո հետ խոսում է, ընդունում է, որ այո, այն ինչ որ ասում ես, այո, բայց հեռուստատեսությամբ առավոտից երեկո գովում է այդ մարդուն, երկու պատճառ կա իմ կարծիքով, կամ սեքսն է, կամ փողը, կամ երկուսը միասին, Ավելի լավ է ուրիշ փողը, պատճառ չեմ կարող գտնել, հա, հիմա իրենց պարագայում գոնե 10 փողը է, այո, հիմա այս փոքր երկրի մեջ, ես վերջերս որ բան էի արել, իմ խոսքի մեջ ասել էի Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային չարիք է, իմ մի քանի ընկերներ, բա լավ ես ինչ նարատիվ ես դու գեներացնում, ինչ է նշանակում Հայաստանը տարածաշրջանային չարիք է, ես ասեմ ավելին, ես այնտեղ ասում եի ոչ համաշխարհային, բայց տարածաշրջանային, ես երևի սխալ եմ եղել, ես պիտի ասեմ Հայաստանը համաշխարհային չարիք է եղել, որովհետև Հայաստանի Հանրապետությունում գործել են բաներ, բիոլաբորատորիաներ, ինչքան են նայում արմես։ Մեզ դիտում են 176 անց։ Հիմա նայից կազատվեն 176 հոգի։ Հիմա նայ, Հայաստանի Հանրապետությունում գործել են բիոլաբորատորիաներ, որի վրա Հայաստանը ազդեցություն, պետությունը վերահսկողություն, իրավազորություն չի ունեցել, որի մասին հրաշալի վերլուծություններ է անում Գրիգորը, եւ այդ լաբորատորիաները արդեն Ամերիկայի պրեզիդենտի ադմինիստրացիայի ներկայացուցիչներն են ընդունում, որ ստեղծել են վիրուսներ, չարիք են ստեղծել աշխարհի համար։ Հիմա Հայաստանը եղել է գործերից մեկը։ Հիմա հարգելի բարեկամներ, Հայաստանը համաշխարհային չարիք եղել է, թե չի եղել։ Ահա իսկ գոյ չէր դառնալու Հայաստանի պես։ Հայաստանի Հանրապետությունը վերածված է եղել բանը գործակալական պոլիգոնի։ Հայաստանի Հանրապետությունը նարկոտրաֆիկի խապ չի եղել։ Հիմա Հայաստանը համաշխարհային չարիք կամ տարածաշրջանային չարիք եղել է, թե չի եղել։ Հիմա վաղը մյուս օրը, որ այդ ուռա պատրիոտները, որ դրանցից մեկն ու մեկը գան բանը իշխանության եւ իրենց դեմը դնեն այն աստերը, որը եղել է Հայաստանի հետ։ Իրանք ինչ են անելու։ Էլի այդ ուռա պատրիոտիկ հիմար ձևով բայես ինչ եք ասում, փաստեր են դնելու։ 2018 թվականի մայիս ամսին էր, եթե չեմ սխալվում, այս Արադ Միրզոյանը գործակալ Օմեգան, ինչպես հետո պիտի բարձվեր, կառավարության նիստում էշ սկսեց խոսել երեխաների վաճառքի մասին, որը եղել է Հայաստանի Հանրապետությունում։ Մանկահասակ երեխաների վաճառքի մասին։ Ասում եմ, այդպիսի մաֆիա է գործել Հայաստանի Հանրապետությունում։ Մեկից Արադ Միրզոյանի բերանը փակեցին։ Հիմա Եվ սա փոքրիկ ֆրագմենտներ են, հսկայական է, շատ կարելի է շատ երկար թվել։ Տարբեր, ուրեմն, գնահատականներով, այդ քո ասած պրոպագանդայի վրա 300-400 հազար $, փող է ծախսում Հայաստանի Հանրապետությունում։ Այդ ծախսողները ովքեր են։ Մեկ աղբյուրից։ Այո, մեկ աղբյուր։ Փաշինյան Նիկոլ Մարտին ինչքան կարող է փալաս լինել։ Ինչքան դու կարաս փալաս լինես, այ տղա։ Փաշինյան Նիկոլը դուրս է գալիս, էսե որի՞օրդ անգամ է։ Ասում է կապիտուլյացիան բերեցին, փաթաթեցին մեր վզին։ Այն օրն էլ ասում է ոչ թե պատերազմը եղել է իմ ժամանակահատվածում, ես եմ եղել։ Ինչ է ուզում ասած լինի այս մարդն ու տմարդը։ Արա ուզում է ասած լինի, որ Համբարձումյանը Արթուրը, որ ճղում է իրեն, ճիշտ է ասում։ Բայց այս խոսքերին ինչի՞ չեն այդ բան պրոպագանդայի ներկայացուցիչները անդրադառնում։ Ասում է դե Նիկոլին է ասել, Նիկոլի ասածը ժամանակակից հայերենով ասած հո աստաբանի չի։ Բա որ Նիկոլի ասածը հիմք չի։ Արա առավոտից երեկո Նիկոլի խոսքերն եք մեկնաբանում։ Առավոտից երեկո այդ պրոպագանդայի ներկայացուցիչները իրենց հաղորդումները կազմակերպում են, Նիկոլը ինչ հագավ, Աննան ուր գնաց, Նիկոլը ինչ կերավ, ատամները մաքրեց, մարմնի որ մասը կորեց, որ մասը չկորեց։ Բա խոսեք այս մասի, ինչ եք խոսում։ Բա որ Նիկոլը վաղը մյուս օրը հանի եւ փաստեր դնի։ Ասի հեսա, դուք եք բերել ինձի, դուք եք իշխանության բերել։ Բա ինչ ես անելու, Սերժի։ Կամ այդ քեզ թվում է, որ այդ փաստերը մենակ դու ու Նիկոլի մոտ է, միայն քո եւ Նիկոլի մոտ է, ուրիշ հետախուզություն, բան չի եղել Հայաստանի Հանրապետությունում։
Չէ՞ որ Հայաստանը գործակալական պոլիգոնի է վերածված եղել, եւ այդ փաստերը, այդ բանակցությունները, դե ոնց է իրար տվել առել իշխանությունը։ Հազար տեղ ֆիքսված է, հազար տեղ։ Օրինակ շատ կարևոր հարց է, Վաչագան Ղազարյանն ինչի արդարացվեց կամ ինչ-որ վաղեմության ժամկետով եւ այլն եւ այլն։ Միայն Վաչագան Ղազարյան։ Ես ինչի իր մասին խոսեցի։ Ընդհանրապես սա սովետի ժամանակից, սովետական միության ժամանակից մնացած կուլտուրա եւ տրադիցիա է։ Բարձրաստիճան պաշտոնյաների բոլոր շարժին տեղյակ են նրանց վարորդները, ախրանայի ղեկավարները եւ այլն եւ այլն։ Հələ մեկը ժուրնալիստներ ջան, գնացեք Վաչագան Ղազարյանին հարցրեք։ Կարող է պատայի սխալման Սերժ Սարգսյանին տարած լինես Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։ Ոչ թե Նիկոլին բերացելն է Սերժի մոտ։ Սերժ Սարգսյանին տարած լինես Նիկոլի հետ հանդիպման։ Նիկոլ Փաշինյանը դեռ Հայաստանի Հանրապետության վարչապետ չդարձած, սրա մասին 1000 անգամ ես խոսել եմ։ Դեռ վարչապետ չի, Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը սկսել են ապահովել ազգային անվտանգության։ Այսօր Բորիսը Էդգար Ղազարյանին այդ թեմայով դեմ էր տվել պատի։ Էդգար Ղազարյանը իհարկե այն որ ասում է հետևյալ կերպ ասեմ կհասկանանք ժողովուրդ մեկ գիտեք ինչ դերասաններ են կորցրել իդեմս քաղաքական գործիչների։ Դու մենք գիտեք ինչքան դերասան են կորցրել։ Մի ցելի պարլամենտ ընդեղ։ Մի ցելի, չգիտեմ, երկու պարլամենտ լրատվականների եթերներում առավոտից իրիկուն։ Դերասան է որ կորցնում ենք, ասում է վարչապետի տեխնացու է առաջադրվել, ՊՊՑ-ն պետք է վերցներ պահպանության տակ, Բորիսն ասում է չէ, 23-ին չի առաջադրվել, բայց 23-ին վերցրել։ Ասում եմ կարող է 23-ին չեմ վերցրել պահպանության տակ։ Ես ձեր դերասան ջանին մեռնեմ։ Հայաստանը հազարներով դերասան է կորցրել։ Ես քեզ ասեմ ավելին։ Ազգային անվտանգության ծառայության գնդապետը ինձ պատմում է, թե ինչպես են 15-16 թվին այն մարդիկ են օլիգարխների, այսպես կոչված օլիգարխների թիկնապահները, ազգականները, ում վրա Նիկոլը ինչ-որ բանման է խոսել կամ գրել, եւ ովքեր Նիկոլի վրա այսպես ասած գազեր են արել, ինչպես են այդ բոլոր մարդիկ կանչվել ազգային անվտանգության ծառայություն, ինստրուկտաժի ենթարկվել եւ ռադարվել։ Դա դեռ 15-16 թվականների։ Հիմա ես վստահ եմ որ այս ամենի մասին իրենք լսել են, մի հատ էլ ճշտել են, որ այո, այդպիսի բաներ եղել են։ 2018 թվականին, արա, երբ որ սրա մասին էլ եմ 1000 անգամ խոսել, երբ որ Նիկոլը ներկայացնում էր ազգային անվտանգության ծառայության նոր տնօրենի Արթուրին Վանեցյան, իր մի կողմում նստած էր Վանեցյանը, մյուս կողմում նստած էր Կուտոյանը։ Եվ Նիկոլը շնորհակալություն է հայտնում Գեորգի Կուտոյանին վերջին փողոցային շարժման ժամանակ հնարավորինս անելու համար։ Այս ամեն ինչը իրանք բնականաբար չեն լսել։ Այս ամեն ինչը իրենք չեն տեսել։ Դե փողի համար կարելի է փաստորեն փողի համար կարելի է ամեն ինչ։ Վանեցյան Արթուրն էլ պետք է գար մեր մոտ, ոչ ստինին պետք է հարցազրույց, պետք է որն է, կար նպատակ, բայց հարմար չէր գտել։ Երևի պարոն Վանեցյանը հասկանում է, որ ոչ 24 պայմանավորվածություն չի եղել, հրաժարվեց ու կուզենայինք։ Ոչ հայելին է, որովհետև այստեղ ցանկացած ոգով էլ կա, պարոն Վանեցյանը առավել եւս ստանալու է շատ կոնկրետ ուղիղ հարցեր։ Ուղիղ, ոչ պոպուլար, ոչ հաճելի հարցեր։ Պարոն Վանեցյան, կամ դուք քաղաքական գործիչ եք, կամ դուք ԱԱՑ պայստազորի սպա եք եւ ԱԱՑ էթիկետն եք պահում։ Չի լինում մի քիչ ունենց, մի քիչ ունենց։ Մենք եւս մեկ անգամ սպասում ենք։ Լավ է, հարցերը մի բաժան։ Կներես Արա ջան, այդ հարցերը ենթադրենք վաղը կամ մյուս օրը կամ 10 տարի հետո լավ Հայաստանի Հանրապետությունում ինչ որ իրավիճակ կփոխվի։ Ասենք Վանեցյան Արթուրին կամ Միքայել Համբարձումյանին կամ Արգիշտի Քյարամյանին ինչ է թվում, որ այդ հարցերը
ասենց պարլամենտում, այսինքն ասենց ծածկադմփոց են անելու եւ վերջանալու է գնա։ Ասենք վաղը մյուս օրը իրավիճակ է փոխվելու Հայաստանի Հանրապետությունում, բա մեկը չի լինելու, ասի Լեոնիդ Գասպարյանին կանչեք, տեսնենք Յանջայի ռմբակոծությունը ինչի համար է եղել եւ Ընդհանրապես Օնիկ Գասպարյանը ուր է, հələ կանչեք տեսնենք։ Օնիկ Գասպարյանի մասին չի կարելի խոսել, լսի։ Բա չես տեսնում, չի կարելի խոսել Օնիկ Գաս։ Այնտեղ Բաքվի մենք ընդհանրապես Հայաստանի ես ինստիտուտները, պետական ժողովուրդը, բա ասենք պրոպագանդան լսում ես, բան է եղել, ինչ է եղել։ Չէ, ես կոմենտներն եմ բարբերաբար կարդում։ Հիմա իրանք ես կոմենտ ընդհանրապես չեմ կարդում։ Հիմա իրանք դուրս են ընկել բանից, ժամանակից դուրս են ընկել։ Այնտեղ պատմում են, որ Յանջայի ռմբակոծությունների հրամանը Օնիկ Գասպարյանն է տվել։ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ դուրս են գալի, ասում են մենք խփել ենք բանին, մենք խփել ենք օդանավակայանին, ենք խփել իբրև թե ադրբեջանցիները ուզում են համոզել, որ խփել են բնակելի, հարց է առաջանում։ Ինչպես է ստացվել, որ ամեն անգամ հրադադարի ռեալ հնարավորության ժամանակ խփել են Յանջայի բնակելի թաղամասերին։ Հիմա դա եղել է ադրբեջանցիներին ստրատեգիկ պարտության մատնելու համար, որ ադրբեջանցիները պիտի վախենային եւ չկրվեին, թե դա եղել է ունենալով հերար եւ միջին Իհարկե դա պատմության, հա, պատերազմի ելքը փոխելու համար։ Պատերազմը, որպեսզի պատերազմը չդադարի եւ հերար նպատակը եղել է այն, որ ադրբեջանցիները սինխրոն պատասխան տային, իսկ սինխրոն պատասխանը կլիներ Գյումրիի ռմբակոծումը, այս հարցը Օնիկ Գասպարյանին տվել են իմիջայլոց։ Այս հարցը իմ խնդրանքով Օնիկ Գասպարյանին տվել են։ Եվ բնականաբար ինքը բան է եղել էլի, տեսբեկից չէ ինչ եք խոսում, բա ինչ եք խփել։ Հոկտեմբերի 10-ին, որ Մոսկվայում ձեռք է բերվում հրադադարի պայմանավորվածություն, մի քանի ժամ հետո Յանջային դու ինչ ես խփում, Գասպարյան Օնիկ։ Ինչ ես խփում, ինչ ես դա անում։ Հիմա այս հարցը, լավ, հիմա Աղվան Վարդանյանը չի տալիս այդ հարցը։ Չի տալիս այդ հարցը։ Պիտի տա, չի տա։ Դաշնակ մաշնակը պիտի ասենք Խաչատրյան Արթուրը, բանը Գեգամ Մանուկյանը պիտի այդ մարդուն այս հարցը տան։ Չեն տալիս։ Լավ վաղը մյուս օր նոր պարլամենտ ենք ունենալու։ Համբարձումյան Արթուրը չի հայտնվելու, Կարայան Արան կհայտնվի, Կարայան Արան չի հայտնվի, Համբարձումյան Արթուրի թոռը կհայտնվի օրինակ։ Բայց մեկ է այս հարցը Օնիկին տալու են, ասել վերջը հանձնաժողով են կազմելու, ասեն բերեք տեսնենք պատերազմը ընդհանրապես ով է ղեկավարել, այդ դավադրությունը ով է ղեկավարել։ Գասպարյան Օնիկը զանգել է, ենթադրենք հեռախոսած զրույցներ է ունեցել պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանի հետ։ Մերժված, հա, մերժել են, գծերից գցել են, բայց գենշտաբի պետը նախագահի հետ կապ է պահում։ Հիմա Մուղդեսյան Արշալույսը զարմացած դեմքով ասում է դա հեղափոխություն էր, թե հեղաշրջում էր սրբազան։ Հələ Ջեֆրի Սաքսին Մուղդեսյան Արշալույս, որ մյուս անգամ հանդիպես հարցրում հնարավոր է հեղափոխություն լինի, բայց գծերից ընկած նախագահը կապ պահի գենշտաբի պետի հետ։ Դες բան вообще կարա լինի։ Կամ ինչի՞ չզանգեց Քոչարյանին։ Չէ, Քոչարյանի հետ են խոսել։ Հա, ասում են խոսել է, չգիտեմ։ Միքայել Մինասյանը իր հրապարակման մեջ ասում է, որ խոսել են։ Հա, Միքայել Մինասյանը դա պրոպագանդայի բանն է։ Այո։ Դա լղոզման գլուխգործոցն է, այո, որպեսզի չասենք, որ բա Սերժը չխոսալու մեծ խոսալ, Զաատնո այստեղ արդեն Քոչարյանի հարցն է, որ այս պրոպագանդային Բագրատ Միկոյանը բա չի ելնում ասում, մեր հետ չի խոսած, ես ինչ եք խոսում։ Բանը ասում են Նիկոլ Փաշինյանը խմած քնած է եղել, բա ում եք պիտի խոսեր։ Ճիշտ է։ Նիկոլ Փաշինյանը խմած քնած է եղել։ Նիկոլ Փաշինյանը խմած քնած է եղել, բա ում եք պիտի խոսեր, խոսել է նախկին նախագահների հետ։ Բայց երբ որ պատերազմի ավարտից հետո, հիշում ես Նիկոլը ելույթ էր ունենում, ասում էր ինձ բերեցին ձայնագրություն տվեցին, թե ոնց է բանը Օնիկ Գասպարյանը խոսում երրորդ նախագահի հետ պատերազմից հետո ամենավերջին հայհոյանքներով Նիկոլի Հասսեի։ Իդեպ ես չեմ հավատում, որ Քոչարյանի հետ խոսացած լինի Օնիկը, որովհետև Նիկոլը դա կսարքեր
Սերժի հետ համատեղ մատի փաթաթան եւ ինչպես միշտ դաժե նույնիսկ կարող է պարտությունը Բարթեին Արա ջան, Օնիկ Գասպարյանը եղել է Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ կադրերից մեկը։ Օնիկ Գասպարյանը Քոչարյանի կադրը չի եղել։ Ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի կադրն է եղել։ Ընդհանրապես հեղափոխություն կոչվածից հետո առանցքային պաշտոնները զբաղեցրել են հայտնի մարդու կադրերը։ Ոչինչ, Արթուր, ըստ ռոպագանդայի 82% ռեյտինգ ունեցող Թաթոյան Արմանը կգա իշխանության եւ այս ամեն ինչը կբացահայտվի։ Բերես պրոպագանդիստական նոտայով այսօրվա մեր եթերը։ Ես Թաթոյան Արմանի մասին էլ պիտի մի բան ասեմ։ Խնդրեմ։ Եվ վերջացնեմ։ Ուրեմն Թաթոյան Արմանը փոխարինեց մարդու իրավունքների պաշտպանի այդ պոստում Կարեն Անդրեասյանին։ Այդ բանը հայտնի Միքայել Մինասյանի, ասենք կադրերն են սրանք։ Կարեն Անդրեասյան, Թաթոյան Արման, նրան փոխարինեց սա, երկուսն էլ բանակում չծառայած, այն մեկը աշխատում էր Արմենիա հեռուստաընկերությունում, եւ Թաթոյան Արմանի համար դոշ էր ծեծում Նիկոլ Փաշինյանը։ Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը դոշ էր ծեծում։ Երբ որ 2018 թվականին տեղի ունենում հայտնի դեպքերն տեղի ունենում, Թաթոյան Արմանը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն էր Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այդ ժամանակ դպրոցից հանում էին բաներին, աշակերտներին հանում էին, փողոց փագել էին տալիս, դպրոցի տնօրեններ, տեղակալներ, ուսմասվարներ, հետո այդ նույն աշակերտներին ուղարկեցին Աղդամ Ջաբրայել, սպանել տվեցին, հիմա էլ ասում է այդ փողերը դեռ 91 թվից։ Հիմա հաս պիտի տրվի այդ անձնավորությանը 86% ռեյտինգ ունեցող քո երբ որ դու եղել ես պոստի Հայաստանի Հանրապետությունում այսպիսի բան է տեղի ունեցել։ Սա մարդկանց ապրելու իրավունքը զանգվածաբար խախտելու դեպք, եթե դեպք չի։ Այս հարցը հո պիտի տրվի։ Շատ հարցեր պետք է տրվի, բայց այդ հարցերը պետք է տրվի ուժի տեսանկյունից, իշխանության տեսանկյունից, ու ես ասեմ ավելին, այո։ Նույնիսկ հայոց, երբ որ ասում են, մի ժամանակ ասում էին, այդ հեղափոխությունը Սերժի պրոպագանդիստներն ասում են Գազպրոմն է արել, հիմա էլ ասում են, չէ, Գազպրոմը չի արել, արևմտյան բաներն են արել, նավթային կազմակերպությունները, թուրքերը, չգիտես, սխալը բաներ են ասում, ինձ հետաքրքիր է, օրինակ, արևմտյան նավթային կազմակերպությունները ոնց են հասել նրան, որ Գյումրի 7-րդ դպրոցի աշակերտները բան են արել, դուրս են եկել փողոց փագել, այդ ոնց է եղել, ոնց է Shell-ի կամ British Petroleum-ի բաները, մենեջերները զանգել Կարապետյան Գագոին, ասել բան արա, 10-րդ դասարանի, 11-րդ դասարանի, չգիտեմ, աշակերտներին հանի փողոց փագել տալու։ Կարապետյան Գագոին այդ հրամանը տվել է կրթության վարչության պետը Շիրակի մարզի, հեղական։ Կրթության վարչության պետին այդ ամենը բանը հրամայել է այն ժամանակվա Շիրակի մարզի աշխատակազմի ղեկավարը մարզպետարանի Պողոսյան Սաչիկը։ Մարդը հիմա նախագահի աշխատակազմի ղեկավարն է։ Արդ, խնդիրը նրանում է, որ այս ասում է ով ինչ ուզում խոսում է ու երևի թե ես չգիտեմ, ես ուրիշ չեմ լսել, որ հանրային դաշտում ասենք բացատրեն մարդկանց մեր նման, թե որն է սուտ, որը ճիշտ, որը պրոպագանդա, որը ում շահերից է բխում, ում է այս ամենը ձեռնտու։ Չկա, մենք քիչ ենք, բայց որպես վերջաբան հետևյալը կասեմ։ Սապոլսկին, ես իրան շատ եմ հավանում, Ռոբերտ Սապոլսկին։ Էքսպերիմենտներից մեկի ժամանակ, երբ որ 12 դատավարական պրոցեսի են մասնակցում, հետևյալ բանն է ասում։ Ասում է, եթե վճիռ կայացնելուց 11-ի կարծիքը այլ է, մեկինը այլ, դա ասում է բան չի փոխելու։ Ասում է սկսվում է փոփոխությունների process-ը, երբ որ այլ կարծիք ունենում են երկու հոգի։ Նույնիսկ եթե 19 կարծիքի եմ, փոփոխությունը, այն որ ասում է app-ը սկսվում է, եթե երկու հոգի են։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ սուտը
այդ թվում պրոպագանդան, որեն թաքուն ֆինանսավորումները, անալիզներով, եթե հնարավորություն եղավ փաստերով, ամեն ինչ հանելու ենք ներկայացնենք ժողովրդի դեմ։ Ներկայացնենք, որովհետեւ դուք հասկանաք, ում լսեք, ինչ հետևություն անեք, ով ում հետ ինչ թելերով է կապված, ով ինչպես է փորձում հիմարացնել մեզ բոլորիս։ Ու ես հուսամ այս ուրբաթ օրը հասցնեմ եւ կներկայացնեմ ձեզ Բեռնեսի պրոպագանդա գիրքը, տեղից կսկսենք։ Շնորհակալություն ձեզ ունկնդրելու համար մեզ։ Արթուր, եթե ասելիք։ Ասելիք, դե գրքերի բանը, գրքերի թողարկումը լավ թողարկում է։ Ես կասեի ամենալավ թողարկումն է։ Գիրք կարդալը կարևոր է, բայց ցավոք սրտի բանը պլատոնիկ փիլիսոփայության եւ քրիստոնեական փիլիսոփայության երկու կարևորագույն տարբերություններից մեկը նրանում է, որ հունական փիլիսոփայության այդ ճյուղի հետևորդներն ասում են, որ ինտելեկտի միջոցով, կրթվածության միջոցով հնարավոր է հասնել բարձր մակարդակի, քրիստոնյաները պնդում են, որ հոգևոր ջանքի միջոցով է միայն իհարկե չի բացառում նաև գիրք կարդալը, բայց հոգևոր ջանքի միջոցով է հնարավոր հասնել։ Եվ իհարկե գիրք կարդալը կարևոր է, բայց նաև հոգևոր ջանք գործադրելն է շատ կարևոր։ Այս համատեքստում ես չգիտեմ դու գիտես թե չէ, բայց գրքերի թողարկում ունի նաև օրինակ Արամ Աբրահամյանը, ով առավոտի խմբագիր է, ով չգիտեմ, Պասկալից է խոսում, Արտուր Շոպենհաուերից է խոսում, Չայկովսկու ստեղծագործություններից է խոսում, բայց ասենք իր առավոտ AM-ը դարձրել է ՀԿ-ի ստատուշիկների արտատպման մի հատ կեղտոտ զուգարանի է կարելի ասել վերածել, էլի։ Մի խոսքով, այսօր մի քիչ նեգատիվ խոսք Նեգատիվ չէ, շատ լավ է։ Ես պոզիտիվ վերջակետը դնեմ։ Ինտելեկտուալը ինձնից ու քեզնից, հոգևորն էլ Միքայել arczepiskopos Աջապայանից։ Հա? Շնորհակալություն բոլորիդ, սիրելի ժողովուրդ։ Ձեզ բարի երեկո, բարի օր, մենք կհանդիպենք մաքսիմում հաճախ, մենք որ ասում է ինչևէ, ամեն ինչ ասված է, ստեսություն։ Ստեսություն։